Երբևէ եղել ես անապատում, ոչինչ չկա, ոչ մի հարմարավետություն, կարծես այլ իրականության մեջ լինես, մեր կյանքում մենք երբեմն անցնում ենք այդպիսի անապատներով, անապահովություն, վախ, չորություն, մենակության զգացում, Հիսուսն էլ տարվեց անապատ, ոչ պատահաբար, այլ պատրաստվելու, այնտեղ, որտեղ Իսրայելը պարտվեց, նա հաղթեց, նա կարող էր մի խոսքով տիրանալ ամեն բանի, բայց ընտրեց հնազանդվել խոսքին, ինչպիսի անապատով ես այսօր անցնում դու, գուցե անդադար վազքի մեջ ես հաջողության ետևից, գուցե դատարկ հարաբերությունները չորացրել են հոգիդ, կամ գուցե ուշադրություն ես դարձնում խոսքերի, որոնք հաճելի են սրտիդ, բայց չեն փոխում կյանքդ, հենց այդ չորության մեջ Աստծո խոսքն է դառնում կենարար ջուր մեր հոգիների համար, այն մեզ ուժ է տալիս դիմակայելու փորձությանը, հաղթելու մեղքին և քայլելու վստահությամբ, սակայն խոսքը միայն լսելու համար չէ, այն ապրելու համար է, խոսքին հնազանդվելն է, որ մեզ դարձնում է կայուն և սրբացած, երբեմն Աստված թողնում է, որ մենք անցնենք անապատով, որպեսզի սովորենք ապրել ոչ թե մեր ցանկություններով, այլ նրա խոսքով, քայլիր Աստծո հետ և սովորիր ապրել նրա խոսքով։